Ողջույն, մենք երեք խոսեցինք անհրաժեշտ 3 կետերից մեկի, դիմանդիր լիդերի համար անհրաժեշտ 3 կետերից մեկի վճռականության մասին, այսօր խոսենք մյուս անհրաժեշտ կետի, դա իշխանափոխության ծրագիրն է, ծրագրի, ինչ է այդ ծրագիրը, ինչ եմ ես անդադ ասում, որ լիդերով, որ հավակնում է ժողովրդին առաջնորդելու, ինքը անպայման պետք է ունենա այդ 3 անհրաժեշտ բաղկացուցիչները՝ վճռականություն, ծրագիր և օրակարգ։ Ընդհանրապես դրանք այդ 3-ը կարելի է հետևյալ կերպ ներկայացնել, որպեսզի մարդկանց ավելի պարզ լինի, դրանք հետևյալ հարցերի պատասխաններն են, ինչ ենք մենք ուզում, ենթադրում եմ հարցի պատասխանը, ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռանա, դա օրակարգն է, այդ օրակարգն է մեր բոլորի օրակարգի առաջին կետը, որի շուրջ հնարավոր է համախմբում։ Ինչպես ենք դա ուզում, դա ծրագիրն է, այսինքն քայլերի ինչ հերթականությամբ և հաջորդականությամբ մենք դա պատկերացնում և ումով ենք դա ուզում, դա վճռականության կետն է, այսինքն դա շատ անձնային արդեն որակի մասին է, խոսքը գնում, ոչ թե անունի մասին է, ոչ թե այդ մարդու քաղաքական նախասիրությունների մասին է, ոչ թե նրա մասին է, ես այդ մարդուն սիրում եմ կամ չեմ սիրում կամ ինչ-որ մեկը սիրում է կամ չի սիրում, այլ երրորդ հարցը վերաբերվում է այդ ումով ենք դա ուզում, դա վերաբերվում է այդ մարդու, կոնկրետ այդ մարդու վճռականության մասին։ Երեկվա այդ վճռականության մասին իմ տեսանյութից հետո, եթերից հետո ես ստացա շատ արձագանքներ, ինչի համար նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Շատ մարդիկ ինձ գրել են և պատրաստակամություն են հայտնել ընդդիմադիր տրամադրություններից, շատ արմատական ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ ինձ գրել են և պատրաստակամություն են հայտնել վճռական լիդերի, այսպես ասած, այդ ֆիլտրի դրմանը անձամբ գործուն մասնակցություն ունենալ։ Ավելին ասեմ, իրանք ասում են կնեղանանք, եթե մեզ ձեն չտաս, մենք այդ չգանք, այն ոնց որ ես ասել էի, այդ անվճռական լիդեր, եթե կհայտնվի, ճակերտավոր լիդեր, գանք այդ հարթակից իրան շպրտենք ներքև։ Իդեպ դա պետք է անենք ավելի շատ վաղուց, քան հիմա, ուղղակի ես մեկ տարի է բանտում էի, 2-3 ամիս առաջ եմ բանտից դուրս եկել, այդ հնարավորությունը չունեի, հիմա ունեմ այդ հնարավորությունը և այդ գործընթացը անպայման կիրականացնեմ ու հենց այդ մարդկանց հետ, ովքեր այդ իմ ասած մտքի հետ համամիտ են, համաձայն են ու իրար հետ դա կանենք, խնդիր չկա։ Ես գիտեմ, որ իրական ընդդիմադիր մարդիկ, ովքեր ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի, քաղաքական ինչ-որ թեմի, թայֆայի, ինչ-որ խմբակի, ինչ-որ շահեր են ներկայացնում, այլ իրոք մարդիկ են, ովքեր չեն ցանկանում սենց այլևս ապրել։ Իրանց համար այս ամեն ինչը անընդունելի է, այդ մարդկանց համար շատ կարևոր է, որպեսզի հարթակում հայտնվի վճռական լիդեր, ինչը մենք միասին, ես ձեզ քայլերի հերթականությունը ընթացքում կասեմ, դրանք շատ պարզ և գործուն և արդյունավետ քայլեր են, ինչպես ցանկացած ծրագիր կամ քայլերի հերթականություն, որը ես արել եմ մինչև հիմա, որի արդյունավետությունը ինքներդ տեսել եք, համոզվել եք դրանում։ Հիմա այսօր խոսեմ ծրագրի մասին, ինչ է նշանակում ծրագիր։ Ծրագիրը դա այն չի, որը ընդդիմադիր որոշ գործիչներ փորձում են լղոզեն տարբեր եթերներում, ասեն, որ այ մենք ունենք ծրագիր, մենք նախընտրական ծրագիր ունենք, մենք ունենք ծրագիր, թե ինչ փոփոխություններ ենք անելու, բարեփոխումներ ենք անելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո, մենք ունենք ծրագիր, թե ինչ ենք անելու, չգիտեմ, ասենք սոցիալական հարցերով կամ եսիմ ինչ հարցերով, եսիմ տենց ինչ-որ, այդ չի ծրագիրը, դրա մասին չի խոսքը ընդհանրապես։ Դա իրենց նախընտրական բանն է, ծրագիրն է,
այդ նախընտրական ծրագրի շուրջ իրանք քարոզարշավ են իրականացնում, դա մեր հետ որևիցե ձևով կապ չունի։ Այսինքն իշխանափոխության հետ կապ չունի, որպեսզի իրանք այդ նախընտրական ծրագիրը անեն, այդ իշխանության գալուց հետո իրանք նախ առաջին հերթին պետք է հեռացնեն այս իշխանությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Խոսքը հենց այդ ծրագրի մասին, այսինքն քայլերի այն հերթականությունը, որի վերջում, հա, Նիկոլ Փաշինյանը հեռանում է։ Դրանք շատ չեն, հա, ճանապարհները Նիկոլ Փաշինյանի հեռացնելը ընդամենը 3-ն են։ Եթե բնական մահվան ճանապարհը հանում ենք, առաջինը դա հրաժարականն է, ընդհանրվում է հրաժարականի պարտադրանք, երկրորդը դա impeachment-ն է, այսինքն մոտավորապես նույն բարձ ավելի արտահայտվեմ, հա, այդ հրաժարականի պարտադրանք արդեն ազգային ժողովի կողմից։ Եվ երրորդը դա ձերբակալությունն է Նիկոլ Փաշինյանի քրեական օրենսգիրքի բազմաթիվ հոդվածներով։ Ես հիմա չեմ խորանա հատ-հատ, թե որ ճանապարհն է ճիշտ, որ ճանապարհն է սխալ, որ ճանապարհն է արդյունավետ, որ ճանապարհն է անկապություն, այդ բաները չեմ ասի հիմա։ Ընթացքում կասեմ, որովհետև եթե դրանք ասեմ, դա նշանակում է ես ներկայացնում եմ արդեն իմ ծրագիրը։ Ինչի անհրաժեշտությունը այս բայդելությամբ ես չեմ տեսնում։ Բազմաթիվ ապագա հարցեր է կանխելու միտված ասեմ, որ այո, ես ունեմ իմ ծրագիրը նաև։ Լավն է, վատն է, ես չգիտեմ, դա ես էլ դեռ չեմ հանձնել հանրության դատին այդ ծրագիրը։ Բայց ամեն դեպքում կա այտենց փչացած ռադիոյի պես չեմ խոսում, էլի որ մենակ ասում էսի վատ է, ես ինքս առաջարկներ չունեմ, ունեմ առաջարկներ։ Եվ հուսով եմ մոտ ապագայում այդ առաջարկների շուրջ նաև հանրային ինչ-որ քննարկումներ կնախաձեռնեմ, չգիտեմ։ Դա եթե որևէ այլ ծրագիր չլինի, սեղանին դրված, ես ինչ հարստիկին ծրագիրը կներկայացնեմ, ոչ մի խնդիր չկա։ Առանց ծրագիր ընդդիմադիր լիդերացում, ով որ դուրս է գալի փողոց ասում է ես ձեր առաջնորդն եմ, եթե ինքը չունի ծրագիր, ինքը խաբում է ժողովրդին։ Եվ ինքը ըստ էության ոչինչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Որովհետև եթե մարդը չունի ծրագիր, այդպեսի կարևոր գործընթացի մասին, ինչը իշխանափոխությունն է, իսկ մենք նույնիսկ շուկայից տանձ առնելու դեպքում մենք մեր մտքում տես ծրագիր ենք ունենում, հա, չգիտեմ, հագնվում ենք, տաքսի ենք կանչում, գնում ենք շուկա, ընտրում ենք տանձ, կշռում ենք, գին ենք գցում, չգիտեմ, վճարում ենք, վերցնում ենք այդ տանձը, տաքսի ենք կանչում, նստում ենք, այդ ծրագիրն է, քայլերի հերթականությունն է, ինչպես ենք մենք տանձ առնում, ասենք, վերնագրի տակ։ Հետևաբար այնպիսի բարդ ու պատասխանատու գործընթացը, ինչպիսին իշխանափոխությունն է, դա շատ ավելի լուրջ ծրագիր, ուշադրություն եւ մոտեցում է պահանջում, քան տանձ առնելը խանութից կամ շուկայից։ Եկեք համաձայնենք, էլ ակնհայտ ինչ-որ ճշմարտություններ ասած չլինեն։ Մենք չանձնավորելով, որովհետև հաթաթ եթե ասեմ, կսկսեմ արդեն ինչ-որ անձերին անդրադառնալ, հələ որ խուսափում եմ այդ անձերին անդրադառնալուց, բայց կարող է ինչ-որ մի օր ջղայնանամ ու սկսեմ արդեն հաթաթ անձ առ անձ մեխեն պատին, էլի։ Հələ որ ուղղակի այս եթերներս ուղղված են այն մարդկանց, ովքեր բան են, անդիմադիր են, իսկ իրանք շատ են տոկոսային առումով, որևէ խմբի չեն պատկանում, իրանց նպատակն է Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Այդ մարդկանց հետ են ես խոսում, իրանք ուսակցական բոսեր, խմբապետեր, բան տես բաներ չունեն, էլի, ասենք, բրկիչներ, բան տես բաներ չունեն։ Հետևաբար այդ մարդիկ տեղ են փնտրում, փորձում են adekvat, նորմալ, տրամաբանական իրավիճակի մասին ինչ-որ խոսք փնտրեն գտնեն, որպեսզի այդ խոսքով իրանք փորձեն կառուցեն իրանց ապագա պայքարը։ Իդեպ իմ համար բացարձակապես դժվարություն չի, այսօր
դրությամբ Հայաստանում գործող որևէ քաղաքական ուժի դեմ դիմադիրների մասին է խոսքը գնում, որտեղ իշխանականների դեմ անընդհատ 6 տարի է կռվի ու պայքարի մեջ են, որևէ ընդդիմադիր նույնիսկ իրան թվա թե այդ ընդդիմադիր ուժին, որ ինքը շատ մեծ ուժեղ ընդդիմադիր թիմ է, այդ թիմին քննադատել եւ շատ օբյեկտիվ քննադատել։ Բայց դա հələ որ ձեռնպահ եմ մնում, ես ավելի հակված եմ գործընկերային այսպես մոտեցումներին, բայց չեմ կարծում, որ դա տենց երկար կտևի էլ իմ այսպես մեկնած ձեռքը օդում երկար չի կարա մնա։ Ծրագիրը, նորից վերադառնանք ծրագրին։ Ծրագրի մասին, երբ որ ընդդիմադիրներին հարցնում են, իրանք սկսում են խոսալ, որ չգիտեմ 50,000, 100,000 մարդ պիտի հավաքվի, որ մենք տենանք ինչ ենք անում, դա ծրագիր չի։ Դա սեփական անձի վրից, սեփական քաղաքական թիմի վրից պատասխանատվություն է այսօրվա իշխանության գոյության եւ չհեռացման, ժողովրդի հավաքական ինչ-որ ժողովրդի գրպանը գցելու ինչ-որ փորձ է։ Ինչ նշանակում թող մարդիկ հավաքվեն, մենք էլ կգանք առաջնորդենք, կասենք ինչ ենք անում։ Ինչ ունի ասելիք մեր ընդդիմությունը, որ անընդհատ ասում է այդ բնակիչների հետ ինչ խնդիր ունի, այսինքն ամենաանհասկացող բնակիչները այդ
կանգնես, այտենց նայես, ուշադիր, մենք ինչ ելույթ ենք ունենում ու ծափ տաս։ Այդ դա իմ կարողությունների մասին չի հասկանում եք։ Դա գլխականակ է։ Դա նշանակում է, որ այդ դիմադիր լիդերը չունի որից է ծրագիր, չի պատկերացնում մարդիկ, ովքեր պատրաստական են, ոնց կարելի է այդ մարդկանց ներուժը ճիշտ գրագետ արդյունավետ օգտագործել։ Եվ հետևաբար այդ ամեն ինչը ավարտվելու է հերթական անգամ այդ իմ ասած 4 փողոցում այդպես մի քանի անգամ քայլելուց, գորգորալուց, հայտարարելուց, որ Նիկոլին մնացել է, չգիտեմ, մի քանի օր, ու նորից ցրվել տաներ, իհարկե դրանից առաջ հայտարարել, որ գնում ենք մարզեր այցելության։ Այդ ամենը տեսել եք հրապարակային ա եղել ձեր աչքի առաջ է եղել։ Ու այն որ այս մասին հələ այս մինչև այս պահը մարդիկ հրապարակային չեն խոսացել, դա այդ մարդկանց ուղղակի քաղաքավարությունից ու կոռեկտությունից է գալիս։ Ոչ թե որ այդպես բան չկա։ Եվ այդ կոռեկտությունը խնդրում եմ ընդդիմադիր որոշ լիդերներ հանգարց շփոթեն անուղեղության, որ մենք ոչ մի չենք հասկանում, խոտ ենք ուտում, դրա հետ շփոթեք։ Կամ այտենց որ խեղճ ենք, որ չենք կարա այդ ամեն ինչը հելենք մի օր ձեր դեմը ասենք, խնդրում եմ չշփոթեք էդի։ Որովհետև դա իրականում կարա ոչ լավ հետևանքներ ունենա ձեր քաղաքական կարիերայի վրա։ Ծրագիր ընդդիմադիր լիդերը պետք է ունենա տնային աշխատանքի տեսքով։ Այսինքն եթե ընդդիմադիրը որոշել է, որ ապրիլին դուրս է գալու փողոց, ոչ անելու որ մարդիկ դուրս գան փողոց, ինքը հիմիկվանից պետք է զբաղվի ոչ թե բդով բլինչիկով, ինքը նստի տունը կամ հավաքվի ընկերներով, փակվեն ինչ-որ միտեղ, նստեն թուղթ ու գրիչով գրեն, թե ինչ են անելու, ինչ են պլանավորում անել։ Այն պահից, երբ որ սկսած իրանք հայտարարեցին, որ մենք դուրս են գալի փողոց, դրա հաջորդ օրը 2:20 ինչ են անելու։ Դրա այն մյուս օրը 4:15 ինչ է ալնելու։ Դրա այն մյուս օրը 6:30 ինչ է ալնելու։ Այդ է ծրագիրը։ Ու վերջում դրա ասենք 7-րդ օրը 6:30 ոնց է Նիկոլ Փաշինյանը գնում, ինչ ճանապարհով է գնում, այդ է ծրագիրը։ Այդ ծրագիրը ցանկալի է, որ այդ ընդդիմադիր լիդերը էլի մինչև մարդկանց փողոց անելու կոչ անելը հայտարարի հրապարակային։ Ասի ես այս ճանապարհով եմ անելու ժողովուրդ ջան իշխանապողությունը, անհրաժեշտ է ձեր ներկայությունը այս փուլերում, մենք վաղվանից չգիտեմ դուրս են գալի փողոց, եկեք, վաղը կլինի, այս մյուս օրը կլինի։ Այդ կրուտիտը, որ մենք չենք ասում, որ իշխանությունը չիմանա, դա ուղղակի բան է, էլի դատարկություն է։ Ասեմ ձեզ ինչի, որովհետև իշխանությունը ձեզանից մի ոչ շուտ ամեն ինչ գիտի, այնքան իշխանության գործակալներ կան ձեր մեջ, բոլոր տեղերում, էլի առանց բացառության, որ 3-4 հոգով մի բան խոսում են, 2 րոպեից ածան այդ մասին իմանում է։ Իմաստը որն է թաքուն խաղալ է, եթե իշխանությունը ամեն ինչ գիտի on-line, դուք գիտեք, ո՞ւմից եք թաքցնում հասարակությունից, իմաստ չկա, չեմ տեսնում իմաստ դրա մեջ հասարակությունից թաքցնելու, բայց նույնիսկ եթե կա ծրագիր, որը դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարող հայտարարել եւ հրապարակել հանրությանը, այտենց էլ ալնում, քիչ, բայց լինում է, հա։ Այդ դեպքում դուք պետք է հանրությունից ուզեք կրեդիտ, այսպես ասած վարկ, то есть ապագային նիտված, ասեք ժողովուրդ ջան, մենք ունենք ծրագիր, այդ ծրագրի գործողության ժամկետը ենթադրենք մի ամիս է։ Եղանակը իշխանապողության ենթադրենք impeachment-ն է, օրինակ եմ ասում, բայց ծրագրի այլ մանրամասներ ձեզ չեն ասելու, դուրս գնանք փողոց կտենաք։ Ու եթե ծրագիրը վերջում չի լինում, իսկ վերջում մենք կարանք իմանանք, չէ՞, ինչ ծրագիր էր, որ չեղավ, որտեղ չեղած ծրագիրը արդեն գոյություն չունեցող ծրագիրն է։ Իսկ մենք նախկին որևէ շարժման, տապալված շարժումների որևէ ծրագիր չգիտենք։ Դաժե արդեն տապալումից հետո ոչ մեկ չի բարեհաճել մեզ գասի։ Գիտեք, այսպես մի հատ ծրագիր էի մտածել, բայց չգիտեմ, չեղավ։ Հետևաբար կարանք ֆիքսենք, որ նախկին շարժումներից որևիցե մեկը ծրագիր չուներ։ Այսինքն նույնիսկ կրեդիտը այդ պահին չի աշխատում, որովհետև դու կրեդիտ ես տալի, հա, ինչ որ մեկը գալիս է բանկ, ասում է ինձ կտակ բիզնես պլանով վար,
թույն բիզնես եմ անում, հա, խոսքը ընդհանրենք վերաբերում ասենք $2000 վարկի մասին, հավատացնում եմ ձեզ իշխանապողությունը շատ ավելի բարդ եւ թանկ հաճույք է, քան $2000 վարկը։ Իսկ ինչա բանկը այդ $2000 վարկի համար ձեզանից ասա թղթեր ուզում, մանրամասն ձեր բիզնես ծրագիրը կարդում, դիտողություններ անում, իսկ ասենք որ Ժորժ ջան հելնենք փողոցի 50,000-ով կասեմ ինչ ենք անում, այդ ժամանակ ոչ մեկ այդ լիդերին հարց չի տալիս։ Ոչ մեկ չի ասում ախպեր, իսկ ինչ ես անելու։ Ինչ լավ դու ինչ եմ ես անելու։ Դու ինչ ես ասելու, որ ես անեմ։ Հաջորդ վարժությունը ախպեր, եկանք հավաքվանք 50,000-ով չգիտեմ, ազատության կամ հանրապետության հրապարակում հաջորդ վարժությունը ինչ ենք անելու մենք բոլորով, ասենք, եկանք կանենք, ասենք, լուրջ դեմքով։ Այ դա մի օրում չի գրվում, դες չի լինում, որ այսօր որոշեցինք, վաղը հելանք փողոց, այն ընթացքում ծրագիրը կլինի, դες չի լինում։ Ծրագիրը պետք է լինի նախապես։ Ընդ որում, այդ ծրագիրը պետք է պարզ լինի բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր միանում են այդ հարթակային պայքարին։ Որտեվ որից է լուրջ քաղաքական ուժ, անծրագիր ոչ մի բանի չի միանա կյանքում։ Հետևաբար եթե միացել են, ուրեմն ինչ-որ ծրագիր կա։ Հիմա այսօր խոսեցինք հենց ծրագրի մասին։ Կրկնում եմ, դա ոչ թե ապագա ծրագիրն է, որ ինչ ենք անելու մենք Նիկոլին հանելուց հետո։ Ոչ թե դա ինչ-որ թաքուն բան է, որ ասում են Ջորժ ջան հավաքվեք, կասենք, ընդ մի հատ մոմենտ կա, մենք լուրջ մարդիկ ենք, մենք լուրջ կուսակցություն ենք, մենք լուրջ քաղաքական ուժ ենք, մեր ոժձը բրկիչը, բանտես բաներ։ Դուք եկեք հավատացեք մեզ բան, չի լինում Ջորժ։ Ծրագիր։ Վճռականության մասին երեք խոսեցինք, հաջորդը ծրագիրն է, դա էլ պետք է լինի։ Եթե դա չի լինում, այդ 3-ից մեկը չի լինում, ուրեմն այդ լիդերը զախուզակ կա, խաբեբա է։ Եթե խաբեբա է, հենա խաբեբան մեր իշխանության է, տարբերությունը որն է։ Եթե մենք կարանք գնանք ինչ-որ մի խաբեբայի հետևից, մի զավզակի հետևից տնգլ ինչ-որ բաներ անենք, հենա Նիկոլի իշխանության ախպեր։ Մենք գնանք նիկոլական դառնանք, էլի։ Ինչն է մեր կռիվը Նիկոլի հետ։ Եթե մենք այս խաբեբա զավզակին ուզում ենք փոխենք այն խաբեբա զավզակի հետ։ Տարբերությունը որն է, Ջորժ ջան։ Իսկ եթե չկա տարբերություն, իմաստը որն է կռիվ տալու։ Իմաստը որն է։ Սա ծրագրի մասով հաջորդ եթերով ես մանրամասն կբացատրեմ ինչա օրակարգը, որի շուրջ համընդհանուր համախմբում կարա տեղի ունենա։ Օրակարգը, հիշեցնեմ, դա ինչ ենք մենք ուզում հարցի պատասխանն է։ Իսկ ավելի կոնկրետ օրակարգի առաջին կետը։ Այսօր այսքանը, շնորհակալություն։